խնդրում եմ ուղղեք իրենց։ Պարոն Շահրամանյան, դուք ասում եք, որ Արցախի էջը փակված չէ, բայց Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով նաև արտահայտվել եւ ասել է, որ Հայաստանում երկրորդ կառավարություն չի կարող լինել, վտարանդի կառավարություն չի կարող լինել։ Մենք դրա հետ համաձայն ենք։ Չկա Հայաստանի Հանրապետությունում երկրորդ կառավարություն, կա մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն։ Մենք երբևիցե մեզ չենք համարում, որ մենք Հայաստանի կառավարություն ենք։ Մենք այլ երկրի կառավարություն ենք։ Քանի որ ասում եք Արցախի Հանրապետությունը լուծարված տեսնում եք, ես այդ կոնտեքստում եմ հարցնում։ Այդ դեպքում, եթե իրենք համաձայն չեն եւ ձեր հետ որևէ քննարկման իրենք չեն գնում, ինչպես եք պատկերացնում այդ աշխատանքը։ Մեր ճանապարհը ունենալ հայկական Արցախ, այդ ճանապարհը գնում է ուժեղ Հայաստանի, անկախ Հայաստանի եւ այդ իրական Հայաստանի գաղափարը դա ես թողնում եմ Հայաստանի քաղաքացիների մեկնաբանմանը, մեր համար ուժեղ Հայաստանի միջոցով։ Պարոն Շահրամանյան, արցախցիների վերադարձի հարցը Դուք տեղյակ եք, որ վերջերս ստեղծված է ազգային ժողովի կողմից համապատասխան հանձնախումբ, որը ղեկավարում է Վարդան Օժկանյանը, եւ բավականին լավ աշխատանք են իրականացնում, այդ թվում միջազգային հանրության ներկայացուցիչների հետ։ Դուք տեղյակ եք, վերջերս Շվեյցարիայի խորհրդարանը ընդունել է բանաձև, որով նախատեսվում է խաղաղության կոնֆերանս իրականացնել Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ։ Պարոն Շահրամանյան, մի բան էլ լուրջ սոցիալական խնդիրներ, սոցիալական սուր խնդիրներից պարզապես չգիտեն ուղղակի որ մեկի դուռը թակեն, անդադ լրագրողներին խնդրում են մարաթոններ, հաշվեհամարներ են տալիս, բայց դա հարցի համակարգային լուծում չէ։ Ձեզ էլ այս իշխանությունները պարզապես փոխում են տեսել, համարում են, չեն ընդունում, այնտեղ մեկ իշխանական падգամավորներից ասում է Շահրամանյան թող ինքնասպան լիներ, չստորագրեր Արցախի էջը չփակի։ Հիմա ո՞նց եք դուք այս միջավայրում պատկերացնում արցախցիների շարքային արցախցիների սոցիալական խնդիրները։ Առաջինը այդ նույն հայտարարությունը անողը անձամբ ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը։ Երկրորդը, այո, եւ այո։ Մենք նկարեք ցույց տալիս, մենք տեսնենք։ Ես չեմ ուզում դիսկուսի վերացենք, ուզում եմ ձեր հարցին պատասխանել, սոցիալական հարցի հետ կապված Այո, արցախցիները կանգնած են լուրջ սոցիալական հարցերին եւ բախվում են դրան։ Որ ասել Հայաստանի կառավարությունը ոչինչ չի ասում, դա սխալ կլինի, որովհետեւ լուրջ ֆինանսական միջոցներ են ուղղվում այդ ուղղությամբ։ Բայց դա բավարար չէ, որպեսզի արցախցիները արժանապատիվ կարողանան ինտեգրվել եւ շարունակել ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Ես նաեւ գիտեմ այդ հարցն էլ կառաջանա ձեր մոտ։ Արցախցիները իրենց համարում են Հայաստանի քաղաքացի, որովհետև իրենք ունեն համապատասխան անձնագրեր եւ ոչինչով չեն տարբերում Հայաստանի քաղաքացիներից։ Պարոն Շահրամանյան, Սրա հետ կապված անգամ հանրայինի եթերում Գեղամ Ստեփանյանի հետ հարցազրույցի ընթացքում ասում են, հələ մի հատ դառեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նոր Հայաստանի կառավարությունից ինչ-որ բան պահանջեք։ Բայց կներևի գրանցման հասցեն փոխվի։ Ես ուզում եմ ուշադրել, ես ին վրա օրինակը կբերեմ։ Ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության թոշակառու։ Ես ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրվող ID քարտ։ Ես ունեցել եմ դիվանագիտական անձնագիր։ Հիմա ասեք, ես ոնց կարող եմ լինեմ ոչ Հայաստանի քաղաքացի։